Թուրքիայի արտգործնախարարությունը հերքում է Հայաստանում մեծ աղմուկ հանած լուրը։ Ապրիլի 24-ին անցկացվելու են Գալիպոլիի ճակատամարտին նվիրված միջոցառումները։ Այս մասին Ակոս շաբաթաթերթին հայտնել են Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները, այնուհետև թուրքական պետական ՏՌՏ գործակալության հարցմանն ի պատասխան արտգործնախարարության խոսնակ Թանժու Բիլգիչը պատասխանել է, որ ճակատամարտը չնշելու լուրը կեղծ է, նախապատրաստական աշխատանքներն ընթանում են ըստ ծրագրի։ Թեմային անդրադարձել է նաև Էրդողանի խոսնակը։ Պատրաստությունները շարունակվում են, մեր սպասվածից ավելի շատ դրական պատասխաններ են գալիս։ Արարողությանը մասնակցել են Լատինական Ամերիկայից, Բալկաններից նախագահներ եւ նախարարներ։ Ավելի վաղ թուրքական Today's Zaman թերթը վկայակոչելով կառավարությունում բարձրաստիճան պաշտոնյայի լուրեր տարածել, թե Գալիպոլիի ապրիլ 24-յան միջոցառումները չեղյալ են հայտարարվել։ Գալիպոլիի միջոցառումները չեղյալ են հայտարարվել։ Նախապատրաստական աշխատանքը կասեցվել է, որովհետև հրավերների մեծ մասը բացասական պատասխան է ստացել։ Միայն 5 երկրներ են ընդունել հրավերը, բայց նույնիսկ նրանք էլ չեն մասնակցելու բարձր մակարդակով։ Today's Zaman թերթը պատկանում է Էրդողանի թշնամի Ֆեթուլլա Գյուլենին եւ նրա համայնքին։ Վերջին 1.5 տարում գյուլենականների եւ Էրդողանի իշխանության միջև խիստ լարված պայքար է ընթանում։ Պաշտոնական Անկարայի հերքումից հետո կարելի է ենթադրել, որ Էրդողանի հակառակորդներն այս լուրը տարածել են նրան թուրք հասարակության աչքում վարկաբեկելու, ապրիլի 24-ը Գալիպոլիի համար կեղծ տարեթիվ լինելը հիշեցնելու համար։ Մանավանդ վերջին օրերին հայ-թուրքական հարաբերությունները ակտիվ քննարկման առարկա են դարձել։ Թուրքիայում իշխող Արդարություն եւ զարգացում կուսակցությունը ակտիվ օգտագործում է նաև Թուրքիայի հայ համայնքի խաղաքարտը։ Էթյեն Մահչուպյանին վարչապետի խորհրդական նշանակելուց հետո հիմա էլ հոդվածագիր Մարգար Եսայանը Ստամբուլում առաջադրվել է որպես իշխող կուսակցությունից առաջին հայ падգամավոր։ Ապրիլի 24-ի մոտենալու հետ նման քարոզչական հնարքներ պետք է սպասել ոչ միայն Թուրքիայի իշխանությունից, այլև բազմաշերտ քաղաքական ուժերից։ Վարդան Գալստյան, Նարեկ Գալստյան, ժամը լրատվական։